Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, մենք Free News-ի եթերում ենք Energy մարզասրահից, ես Քնարիկն եմ։ Գոյություն ունի երկու կարևորագույն գործոն, դա է ուղեղի մարզում եւ մարմնի մարզում միաժամանակ։ Այդ երկու գործոնների առկայության դեպքում մենք շատ հաջողությունների կհասնենք, հավատացած եղեք։ Եթերում է «Մարզվենք միասին» հաղորդաշարը։ Նա կիկբոքսինգի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն է, թայ բոքսինգի աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի անվտանգության եւ Krav Maga համակարգի էքսպերտ, Krav Maga ֆեդերացիայի հիմնադիրն է։ Նրա հաղորդաշարերը դիտելով մենք անընդհատ սովորում ենք պաշտպանվել։ Իմ հյուրն է այսօր Սարգիս Բազինյանը։ Ողջույն Սարգիս։ Ողջույն։ Krav Maga-ն ստեղծվել է 1930-ական թվականներին Իմի Լիխտենֆելդի կողմից Իսրայելում, իսկ Հայաստանի Հանրապետությունում այն ստեղծվել է 2012 թվականին իմ այսօրվա հյուրի կողմից։ Սարգիս, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, շատ ուրախ եմ ձեզ իմ տաղավարում տեսնել։ Սիրով փոխադարձ։ Սարգիս, եկեք հենց Krav Maga-ից էլ սկսենք։ Ինչպես է այն ստեղծվել, ինչ է իրենից ներկայացնում անվտանգության ակադեմիան, ինչ գործառույթներ ունի, ինչ ճանապարհով եք անցել, ինչ տեխնոլոգիաներով եք աշխատում եւ վերջապես ինչ եք տալիս դուք սաներին, որովհետեւ հիմա ինչ դուք անում եք, դա օդի եւ ջրի պես անհրաժեշտ է այս երկրին այս դժվար ժամանակաշրջանում։ Շատ համապարփակ մեծ հարց տվեցիք Քնարիկ ջան, փորձեմ հնարավորինս հակիրճ հերթականությամբ պատասխանել։ Krav Maga-ն երբ որ ստեղծվում էր, ճիշտ նշեցիք 30-ականներին Իմի Լիխտենֆելդի գլխավորությամբ Այն թվականներն էին, երբ որ հրյա ազգին եվրեներին հետապնդում էին եւ սպանում էին ու կարևորություն էր առաջացել, որպեսզի այնպիսի մի ինքնապաշտպանության համակարգ ստեղծվի, որը որ թույլ կտա այդ հալածվող ազգին այդ պահիդրությամբ հնարավորինս ողջ մնալ։ Քանի որ իմին ուներ արդեն փորձ եւ ըմբշամարտի եւ հարվածային տեխնիկայի ուղղվածության մարզումների, նաև թեթև ատլետ էր մասնագիտությամբ, կարողացավ այդ երեք ուղղությունները համադրել եւ որոշակի ինչ-որ մի կոնցեպտ ստեղծել Krav Maga-ի։ Իդեպ Krav Maga բառը թարգմանաբար նշանակում է ձեռնամարտ, կոնտակտային մարդ։ Եվ քայլ-քայլ նա հնարավորություն ունեցավ այդ իր ստեղծած մեթոդը իրական մարտական դաշտում կիրառել եւ հետեւություններ անելով անընդհատ զարգացնել։ Իսկ այնուհետև երբ որ Իսրայելը որպես պետություն կազմավորվեց, նրան վստահեցին հենց Krav Maga համակարգի առհասարակ զարգացման process-ը, որովհետեւ նաեւ նա հանդիսանում էր եւ բանակի եւ իրավապահ մարմնի ֆիզպատրաստության հրահանգիչ, գլխավոր հրահանգիչը եւ պետական ռեսուրսը օգտագործելով նրանք կարողացան ստեղծել կայուն մարտարվեստ, ավելի շուտ մարտարվեստ չէ, այստեղ արվեստ չկա, այստեղ կա ավելի շատ հստակ գիտելիքներ, որը որ թույլ է տալիս մարդուն յուրաքանչյուր հակամարտությունից դուրս գալ նվազագույն կորուստներով։ Եվ քայլ հիմա ունենք այն ինչը որ ունենք։ Ու ուզում եմ հպարտությամբ ասել, որ իմի գործը որպես այդպիսին կիսատ չի մնացել, իր աշակերտները նաև պետական մակարդակով, նաև արդեն աշակերտներ, որոնք որ արտերկրում են ապրում, նույն գործով են զբաղվում, անընդհատ զարգացնում են այս արվեստը, այս համակարգը ու դրա հիման վրա է, որ մենք անընդհատ նոր փորձ ենք ձեռք բերում, նաև մեր գործընկերների առօրյա աշխատանքի արդյունքում։ Անվտանգության ակադեմիայի մասով ասեմ, որ Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիան պետության կողմից լիցենզավորված ուսումնական հաստատություն է, որտեղ մենք սովորեցնում ենք անվտանգության ոլորտի տարբեր մասնագիտություններ, նաև իրավապահ մարմնի աշխատակիցներին ենք վերապատրաստում, նաև բանակի սպայական անձնակազմին ենք վերապատրաստում ու փոխանցում ենք նրանց այսօր արկա միջազգային այդ փորձառությունը, որը որ անձամբ մենք ձեռք ենք բերում տարբեր պետությունների, տարբեր համակարգների հետ համագործակցության շնորհիվ։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ վերջերս նաև անցկացրեցինք վերապատրաստման կուրս Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանի կուրսանտների համար, որը որ մեծ ոգևորությամբ անցավ եւ այդ հասարակական բնույթի աշխատանքը մեզ համար եւ այդ աշխատանքը մենք պլանավորում ենք իրականացնել այնքան, որքան որ անվտանգության ակադեմիան կգործի եւ մեր ուժերը կպատեն, այսինքն պետության համար, նաեւ մեր հայ ժողովրդի համար։ Krav Maga-ի ֆեդերացիան առանձին ուղղություն է իր վրա վերցրել Krav Maga համակարգի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում
եւ միևնույն ժամանակ իրավագիտակից ու պատրաստված հասարակություն ձևավորելը, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք իրավաչափ ինքնապաշտպանությունից, որտեղ առհասարակ ինքնապաշտպանությունը պետք է իրավաչափ լինի, հակառակ դեպքում դա կռիվ է։ Այսինքն իրավունքների սահմաններում։ Այո, ինչ է ինքնապաշտպանությունը։ Ամեն մեկը, ովքեր որ ոլորտից տեղյակ չեն, նրանք շատ տարբեր են ընկալում այդ հարցը, որ բռնցքամարտիկին հարցնում ես, օրինակ, չգիտեմ, որ մեկը հետդ բարձր տոնով խոսակամ շապիկդ վերցնի թափահարի, ինչ կանես, ասում է կհարված եմ, որ ըմբիշին ես հարցնում այդ նույն հարցը, ասում ես դու ինչ կանես, ասում է դե կվերցնեմ կշպրտեմ, էլի։ Ու երկու դեպքում էլ տղաները թույլ են տալիս անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում, որից հետո ենթարկվում են քրեական պատասխանատվության։ Մեր նպատակը կայանում է նրանում, որ մենք մեր մարզվողներին տանք իրական գիտելիքներ եւ իրական պատկերացում յուրաքանչյուր process-ների մասին, որ յուրաքանչյուր գործողության հետ դու ունես նաեւ այսինչ ակնկալիքները եւ օրենքից, եւ պետությունից, եւ առհասարակ այդ մարդկանցից։ Ու ինչի է Krav Maga-ն շատ լայն տարածում գտել մեզ մոտ, որովհետեւ առաջինը ինքը շատ հստակ աշխատում է, երկրորդը նաեւ սովորեցնում է մտածել եւ անալիզի ենթարկել ընդհանուր process-ները, որովհետև իր մեջ ներառում է եւ միջբժշկական առաջին օգնության գիտելիքներ եւ քաղաքացիական պաշտպանության էլեմենտներ եւ իրավունքի հիմունքներ, մենք հստակ բացատրում ենք ինչ է ինքնապաշտպանությունը։ Ընդամենը 2 հոդված կա քրեական օրենսգրքում, որը որ ամբողջ process-ի համար պատասխանատու է։ Արդեն փոփոխված օրենսգրքով հոդված 32 անհրաժեշտ պաշտպանություն եւ հոդված 34 ծայրահեղ անհրաժեշտություն։ Այդ երկու հոդվածների հիման վրա է, որ մենք կարողանում ենք կառուցել մեր ճիշտ գործողությունները, որ իմանանք որ դեպքում ինչ ծավալի ուժ կարելի է կիրառել, հակառակ դեպքում դա օրենքի տեսակետից կդիտարկվի որպես դիտավորության առողջությանը պատճառած տարբեր աստիճանի վնասներ, որի համար հոդվածներ է սահմանված քրեական օրենսգրքում։ Այսինքն մենք միաժամանակ մի քանի թիրախ ենք, հա, այսպես ասած խոցում։ Առաջինը մեր մարզվողին դարձնում ենք առողջ, երկրորդը դարձնում ենք պատրաստված, որովհետև Krav Maga-ի մեջ կան հարվածային ամբողջ արսենալը, հա, ոնց որ քիքբոքսինգում կամ թայ բոքսինգում, ձեռքերով, ոտքերով, արմունկներով, ծնկներով, հա, այդ հարվածներ նաև գլխով, մարտական սամբոյից։ Ունենք գոտեմարտային փուլ, ground fighting ասվածը, որ հնարքները վերցված են ազատ ոճի իմպշամարտից, բրազիլիական ջիուջիցուից, գրեփլինգից, սամբոյից, ձյուդոից եւ այլն։ Այսինքն հնարքները վերցնում եք տարբեր սպորտաձևերից։ Ինչի հորինել ինչ-որ մի բան, եթե արդեն ամենտեղ կա հորինված ու ռեալ աշխատող հնարքներ։ Հենց հրյաները այդպես են, նրանք օգտագործում են այն, ինչ իրենց շահերից է բխում։ Իդեպ շատ բաներ կարելի է սովորել տարբեր միջազգային, այսպես պետություններից եւ նաեւ ազգություններից, ու այդ փորձը բերել Հայաստան տեղայնացնել, որովհետեւ հեծանիվն արդեն վաղուց հայտնաբերված է, պետք չի փորձեր կատարել այդ ուղղությամբ, այլ պետք է վերցնել ու տեղայնացնել, ինչը որ հենց Krav Maga-ն է անում ու նաև մենք ենք անում, որտեղ այդ նույն գիտելիքները, նույն հնարքները մենք բերում ենք Հայաստան եւ տեղայնացնում ենք մեր մենտալիտետին, մեր պետության օրենքներին եւ մնացած բոլոր փուլերով անցնելուց հետո նոր մենք մատուցում ենք մեր սաներին։ Եթե ամփոփեմ խոսքս, Krav Maga-ն դա մարտարվես չի, Krav Maga-ն դա գործիք է ողջ մնալու եւ պատրաստված լինելու համար։ Իսկ ինչի է դա մեզ մոտ ստացվում, որովհետեւ ի տարբերություն ցանկացած մարտարվեստների, օրինակ բռնցքամարտի, օրինակ կարատեի, օրինակ, չգիտեմ, այկիդոյի եւ մնացածի, մենք յուրաքանչյուր կոնֆլիկտ, հա, հակամարտություն բաժանում ենք 3 մասերի, 3 տարբեր ժամանակային գոտիների։ Մենք սովորեցնում ենք ինչ անել մինչ կոնֆլիկտը, մենք սովորեցնում ենք ինչ անել բուն կոնֆլիկտի ժամանակ։ Կոնֆլիկտից հետո։ Շատ ճիշտ է, եւ կոնֆլիկտից հետո։ Այդ 3 տարբեր ժամանակային գոտիներում որևիցե մեկում թերանալու դեպքում մեր ինքնապաշտպանությունը ամբողջական չի լինելու։ Տեսեք, եթե դուք գիտեք ինչ անել մինչ կոնֆլիկտը, ամենայն հավանականության դուք կոնֆլիկտի չեք բռնվի։ Դա երևի հոգեբանական պահն է, հոգեբանորեն եք։ Հոգեբանության, այդ հոգեբանական պատրաստվածության պահը շատ կարևոր պահ է, բայց այստեղ ավելի շատ հստակ գիտելիքներ եւ ալգորիթմներ են աշխատում։ Օրինակի համար գոյություն ունի հստակ հերթականություն, ինչպես կարելի է հասկանալ կա վտանգ թե չկա։ Առաջինը մենք դա
տեսողական ասպեկտն է, այսինքն մենք պետք է նկատենք, երկրորդը մենք պետք է անալիզի ենթարկենք, հաջորդը մենք պետք է որոշում կայացնենք եւ հետո պետք է գործողության դիմենք։ Այսինքն այս 4 ֆազաները, եթե մենք կարողանում ենք սովորեցնել մեր մարզողին արագ անել, ամենայն հավանականությամբ նա կարող խուսափի, ժամանակ ունի դեռ խուսափի կոնֆլիկտից։ Ու էլի շատ տես բաներ լեկցիա չդարձնենք այսօրվա հաղորդումը։ Երկրորդ փուլը արդեն բուն կոնֆլիկտն է, այսինքն տեսեք, եթե այդ հակամարտությունը մարտը, այսպես անվանենք, անխուսափելի է, մենք սովորեցնում ենք ոնց մեզ կարող ենք պատրաստել մարտին։ Մենք տեսնում ենք տարածքում ինչ կա, մենք հասկանում ենք, գնահատում ենք սիտուացիան, հակառակորդը մենակ է, երկուսով է, պոտենցիալ այլ հակառակորդներ կան թե չկան, զինված են, կարա լինի, որ պահիտակ զինվեն թե չէ, շրջակա միջավայրում ես կարող եմ ինչ-որ մի բան օգտագործել որպես անհատական պաշտպանիչ միջոց, որտեղ է մոտակա ելքը, կան կամերաներ թե չկան, հետագայում որ կարողանամ ես իմ անմեղությունը ապացուցեմ եւ այլն, ու տենց լիքը բաներ։ Ու արդեն բուն մարտի փուլն է, չեմ ասում կռվի, որտեղ կռիվը եւ ինքնապաշտպանությունը դրանք տարբեր բաներ են։ Այլ մարտ, ես մարտի միջոցով, ձեռնամարտի միջոցով ինձ փորձում եմ պաշտպանել։ Իսկ ձեռնամարտի արսենալի մասին արդեն նշեցինք, այդ mixed martial art MMA ասվածը պլյուս գումարած շատ ու շատ ավելի փողոցում աշխատող հստակ տեխնիկաներ ենք փոխանցում մեր սաներին։ Եվ իհարկե կոնֆլիկտից հետո մենք սովորեցնում ենք, օրինակ շատ քչերը գիտեն, որ եթե կոնֆլիկտ է տեղի ունենում ու դու թեկուզ հարվածեցիր մեկի քթին, քիթը կոտրեցիր, արունահոսություն տեղի ունեցավ, այդ մարդը սկսեց խեղ տվել, դու թողնես հեռանաս, հանցագործություն է դա։ Մեծ հավանականություն կա, որ քեզ կարող են նաև ենթարկել քրեական պատասխանատվության, ոչ թե նրա համար, որ դու ինքնապաշտպանվել ես, այլ նրա համար, որ դու մարդուն վտանգի մեջ ես թողնել։ Այսինքն վտանգի մեջ թողնելու համար կրկին կա քրեական պատասխանատվություն։ Շատերը դրա մասին չգիտեն։ Կամ օրինակի համար, եթե ինքնապաշտպանության դեպք է տեղի ունեցել ու դու գնում ես ու ոչ մի գործողության չես դիմում դրանից հետո, կրկին կարող ես ունենալ խնդիրներ, որտեղ յուրաքանչյուր քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու process-ը, սա դրա մասին ավելի մանրամասն ենք խոսեմ, դա ենթարկում է նաև պատասխանատվություն։ Այսինքն, եթե ես մեկին վնասեցի ու թողեցի գնացի, կամ նույնիսկ չվնասեցի, ինձ փորձում էին վնասել, ես թողեցի գնացի, ես պետք է պարտադիր հայտնեմ դեպքի մասին, ես պետք է իմ շահերը պաշտպանեմ, որովհետև կարող է այդ մարդը գնա ու ասի սարքիստների վրա հարձակվել ու գան իմ հետևից ու ես չկարողանամ ապացուցել իրականում, որովհետև շատ նյուանսներ կան, որ առաջին հայացքից թվում են, թե այս դա պարզ է, հենց բոլորն էլ այդպես պիտի ընկալեն, ոնց որ մենք ենք մտածում, բայց փաստը մնում է փաստ, որ գոյություն ունի օրենք, իսկ պետությունը մտածում է օրենքի տեսանկյունից։ Իսկ նախորդիվ խոսքից մեջ նշեցի քրեական օրենքով պաշտպանվող շահ ասվածը, մենք բոլորս ունենք իրավունքներ եւ պարտականություններ, ճիշտ է, որի մասին հստակ գրված է մեր սահմանադրությունում։ Ու բոլոր պետությունները, նորմալ պետությունները իրենք իրենց սահմանադրություններն ունեն։ Ու նաեւ մենք ունենք քրեական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք, կադաստրային շատ օրենսգիրքեր ունենք։ Հիմա տեսեք, սահմանադրության մեջ ասվում է, չէ, որ սարքիչն ու քնարիկը ունեն ապրելու իրավունք։ Այսինքն դա մեր անկախտելի իրավունքի մասն է կազմում։ Ասում են, որ մենք ունենք ինչ, մենք ունենք օրինակ կրթության իրավունք, ունենք խոսքի ազատության իրավունք, ունենք ազատ տեղաշարժվելու իրավունք, ունենք սեփականության իրավունք եւ այդպես շարունակ։ Տեսեք, ասում եմ, մենք ունենք կյանքի իրավունք եւ քրեական օրենսգրքում կա 104-րդ հոդված սպանություն։ Այսինքն, եթե մեկը մեզ սպանի, ինչ է սպանությունը։ Մեկ այլ անձին ապօրինաբար եւ դիտավորությամբ կյանքից զրկելը։ Եթե մեկը մեզ սպանի, դրա համար քրեական օրենսգրքով նրան կպատժեն, որտեղ նա մեր սահմանադրական իրավունքը խախտել է։ Ասում է, չէ, մարդ ունի սեփականության իրավունք։ Եթե ես հիմա հափշտակեմ ձեր ժամացույցը, ամենայն հավանականության ես կենթարկվեմ քրեական պատասխանատվության, որտեղ դուք ունեիք սեփականության իրավունք։ Եթե ես հիմա դռները ստեղից փակեմ, ձեզ վերցնեմ, չգիտեմ, պատանդ չթողնեմ, դուք այստեղից գնաք, դրա համար կրկին հոդված կա։ Մենք սովորում ենք մեր սեփական իրավունքները պաշտպանել, նաև դրա հետ մեկտեղ իմանալ մեր պարտականությունների մասին։ Այդ մեծ լայն ծավալի աշխատանքն է, որ իրականացնում է Անվտանգության ակադեմիան ՍԻԱՍ-ը եւ Krav Maga-ի Հայաստանի Ֆեդերացիան։ Սարգիս, իմ ուշադրությունը, գիտեք, ինչ սևեռեց, որ հիմնականում երեխաների մասին է խոսքը, որ դուք ոչ միայն մարզում եք նրանց եւ սովորեցնում եք նրանց ինքնապաշտպանվել, այլ նաև գնում եք դպրոց եւ հետևում եք այդ ընթացքին։ Ես ճիշտ եմ, չէ՞, հասկացել։ Դա օրինակ ինձ համար շատ յուրօրինակ մեթոդիկա է եւ շատ իսկապես գովելի։ Իրականում շատ
աշխատատար process է, որը որ դուք նշեցիք, ու ես շատ ուրախ եմ, որ դուք դրա մասին տեղյակ եք առհասարակ։ Դա նշանակում է, որ իզուր չի մեր ճարճարանքը։ Տեսեք, կան շատ մարտարվեստներ մարզող մարզիչներ, որոնք որ հաճախակի օրագրեր են ստուգում։ Բայց այսօր թիվը այնպես է ստացվել, որ օրագիրը ամբողջ էությունը դասապրոցեսի դպրոցի չի արտացոլում։ Այսինքն այնտեղ կարա լինի գնահատական, որ երեխան ուղղակի չտա, կամ այսօր հիմա շատ դպրոցներ on-line օրագրեր են պրակտիկայում կիրառում, հա, այսինքն կայքերով են նայվում եւ այլն։ Մենք ինչ ենք անում։ Մենք որ այդ գիտելիքն ու հմտությունը, այդ ուժն ու ինքնավստահությունը փոխանցում ենք երեխային, հոգեբանական որոշակի փոփոխություններ են տեղի ունենում յուրաքանչյուր երեխայի մոտ։ Եթե նա սկզբից թույլ էր, հետո դառնում է ուժեղ, նա հիմնականում փորձում է իր ուժը այդ ինքնահաստատման փուլում կիրառել ավելի թույլերի նկատմամբ։ Ու մենք գնում ենք նաև այդ ուժի պատասխանատվության հետևից։ Մենք առաջինը գնում ենք հասկանանք, թե երեխան իրեն ինչպես է պահում դպրոցում, ինչ առաջադիմություն ունի, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մեր սանը առաջին հերթին լավ սովորի, որովհետև իհարկե պատրաստված լինելը եւ սպորտով զբաղվելը կարևոր է, բայց ավելի կարևոր է ըստ մեզ, որ երեխան դառնա ունենա կրթություն, կրթված անձ եւ դառնա հասարակության լիիրավ անդամ։ Ու դա առանց դպրոց այցելելու մի փոքր բարդ կլինի։ Մենք գրեթե բոլոր տնօրենների հետ կապի մեջ ենք, դասղիկների հետ կապի մեջ ենք, եթե խնդիր է լինում, առաջինը մեզ են զանգահարում, ասենք երեխայի հետ կապված։ Պլյուս այդ ամեն ինչին մենք փորձում ենք նկատել, տեսնել այն բացերը, որը որ ծնողը չի կարող նկատել։ Օրինակ շատ պապաներ այսօր ժամանակ չունեն դպրոց գնալու ու այդ ամբողջ ծավալը, պատասխանատվությունը դաստիարակչական մեծամասամբ ընկած է մամայի կամ, չգիտեմ, նույնիսկ տատիկ պապիկների ուսերին։ Ու մայրիկը շատ հաճախ ինքը իր ամեն առավելություններով, բայց գուցե չի նկատի ներանձնային հարաբերություններում տղա երեխայի թերացում, ասենք կարող է երեխային, չգիտեմ, երեխաներ կան, որ ածականներով են դիմում այդ երեխաներին, բուլինգ են ենթարկում ու շատ այլ պրոցեսներ, որ մաման չի տեսնում։ Իսկ մենք մեր փորձի արդյունքում, նաև ճիշտ խաչաձև հարցերի արդյունքում կարողանում ենք հասկանալ երեխան ինչ խնդրեմ ունի։ Ու այդ ամբողջ այցելությունից հետո որոշակի զեկույց է ներկայացվում ծնողին ու բացատրում ենք մեր տեսլականը, ասում ենք, որ այսպիսի խնդիր ենք նկատել, մենք այս խնդրի լուծման եղանակը տեսնում ենք այս միջոցով ու փորձում ենք ծնող, դպրոց, նաև մարզիչ, ակադեմիա այդ եռանկյունով երեխայի խնդիրը լուծել, որովհետև կրկին մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք իրավագիտակից հասարակություն ձևավորել, ոչ թե ուժը տվեցինք, որտեղ մեզ մոտ օրինակ երեխաները զենքի տիրապետման ամբողջ ցիկլին են, ցիկլով անցնում են, հա, չգիտեմ, սկսած քանդել, հավաքել, մաքրելուց մինչև, ասենք, տակտիկական հրաձգություն եւ այլն։ Ու այդ ուժը, որ դու փոխանցում ես երեխային, դու պետք է նաև վստահ լինես, որ այդ ուժը ի բարօրություն իր ընտանիքի, իր ժողովրդի եւ պետականության է կիրառվելու։ Սարգիս, դուք նշեցիք ինձ շատ հետաքրքրող եւ կարեւոր համարող թեմա բուլինգը, օրինակ, ես հենց դա ուզում հարցնել, ունեցել եք սաներ, ովքեր բուլինգի են ենթարկվել եւ հենց այդ խնդիրներով են դիմել ձեզ։ Ինչպես եք այդ խնդիրը լուծում ունեք, դա ինձ համար մի քիչ դա մեր առաջին մասնագիտությունն է, հենց այսպես ասեմ, ոչ թե ունեցել ենք խնդիր, այլ մեզ դիմող Չէ, ունեցել եք սաներ, ովքեր դիմել են ձեզ։ Մեզ դիմող ծնողների երևի բացարձակ մեծամասնությունը գուցե 70%-ը հենց այդ խնդրով են գալիս, որովհետև տեսեք, ոչ բոլոր ծնողներն են ցանկանում, որ իրենց երեխաները դառնան պրոֆեսիոնալ մարզիկներ, բայց ես վստահ եմ, որ բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն առողջ եւ կարողանան իրենց պաշտպանել, իրենց ճայրը պաշտպանել։ Հենց մենք այդ կտորը վերցել ենք մեզ վրա։ Տեսեք, այն երեխան, որ ուժեղ է բնությունից, տաղանդավոր է, որպես կանոն ծնողը տանում է ինչ-որ մի օլիմպիական մարզաձևի, ըմբշամարտ, բնսքամարտ, ծանրամարտ, դրա համար մենք ուժեղ ենք։ Իսկ այն երեխաները, որոնք որ ի սկզբանե բնությունը նրանց չի շնորհել նմանատիպ ֆունկցիաներով, ավելի շատ դեպի դասապրոցես են կամ ինքնամփոփ են եւ այլն, շատ հաճախ նրանց չեն էլ ընդունում նմանատիպ խմբակներ, որովհետև այդ երեխան չի համապատասխանում այդ ստանդարտներին, հա, մուտքային ստանդարտներին չի համապատասխանում։ Իսկ այդ երեխեքը որպես կանոն նաև խոցելի են հենց դպրոցներում։ Ու ուզում եմ ասել, որ նույն բուլինգը աշխարհի այսպես վիճակագրությամբ մոտավորապես 10-ից 8 երեխաները երբևէ ենթարկվում են հիմա կամ երբևէ ենթարկվել են բուլինգի, այսինքն դա համատարած է։ Հիմա մեզ դիտող շատ ծնողներ կան, որ գուցե չգիտեն, որ իրենց երեխան բուլինգի է ենթարկվում դպրոցում կամ բակում, նույնիսկ չեն էլ պատկերացնում, բայց հավատացնում եմ ձեզ, որ մի փոքր խորը փորեք
հաստատ այդ խնդիրը ոնց որ կարտացոլվի։ Բերում են մեզ մոտ, մենք տասնամյակների փորձ ունենք այդ ամեն ինչի հետ կապված ու մենք կրկին այդ դպրոց հաճախելը եւ մնացած ամեն ինչը պատճառը հետևանքային կապով այսպես շրջանով կցված է իրար։ Մեր մարզիչները շատ բարձր դասակարգում որակում ունեցող նաեւ մանկավարժներ են, որոնք հստակ գիտեն ինչա պետք անել, ինչ զրույցի, ինչ տեխնիկաների արդյունքում երեխային բերել են դաշտ, որ ինքը կարողանա առաջինը կիսվի իր խնդրի հետ, երկրորդը բոլորս միասին, կրկին նշեցի, ծնող, մարզիչ, դպրոց, այդ երանգյունիով մենք կարողանանք երեխայի խնդիրը լուծել։ Ու ես հպարտությամբ ուզում եմ ասել, որ մեզ մոտ այդ խնդիրը լուծելը շատ լավ է ստացվում, ինչը փաստում են մեր անընդհատ ավելացող սաները եւ գոհունակ ծնողները։ Սարգիս, աշխատանքի բերումով դուք շատ եք բախվում դաժան իրականությանը, դաժան դեպքերի, դա հոգեբաններն ձեզ վրա չի ազդում։ Չի կոփել ձեզ։ Անկեղծ ասած, ամեն ինչ ազդում է, բայց արդեն այստեղ կախված է նրանից, թե մենք ոնց ենք այդ հետևանքի հետ ինքներս աշխատում, որովհետև մեր պետականության այս, չգիտեմ, համեստ տարիների, տասնամյակների ընթացքում մեր պետությունը շատ ու շատ արհավիրքներով անցավ, ընդհուպ մինչև այսօր անցնում է, ու ես իմ հասուն տարիքում արդեն հասրել եմ ոնց որ երկու լայնամասշտաբ պատերազմի ականատես դառնալ ու նաև շատ դեպքերում դրա մասնակից է ու աշխատանքի բերումով կրկին մենք այնպիսի кейսերի հետ ենք առնչվում, որ ամենադաժանն են։ Եթե հոգեբանորեն պատրաստ չլինես այդ պրոցեսների ընկալմանը, մասնագիտորեն ընկալմանը, ոչ թե որպես անհատ, միանշանակ քեզ մոտ ոչինչ չի ստացվի ու վստահորեն այդ քո պսիխիկայի վրա էլ շատ ուժեղ անդառնում։ Դրա համար գոյություն ունի որոշակի, չգիտեմ, բեռնաթափվելու, հոգեբանորեն բեռնաթափվելու տեխնիկաներ, որը որ պարբերաբար փորձում ենք կիրառել, մենք այն մարդիկ, ովքեր որ առաջնագծում են այդ ամեն ինչի։ Եվ երբեմն օգնում է, երբեմն չէ, բայց արդեն սովորել ենք այդ ամեն ինչի հետ ապրել, որովհետև ինչ պետք է անենք, եթե որ չստացվի, էլի, այսինքն այդ այն խնդիրն է, որ ուզած-չուզած ակամա պետք է ճիշտ հետևություններ անել, չթողնել, որ այդ ամեն ինչը գնա խորք, նստի ու այսպես արմատներ գցի։ Ինչքան էլ չթողնենք, բայց կարծում եմ ամեն դեպքում մենք կոփվում ենք այդ իրականությունից, ամրանում ենք։ Այ եթե միայն կոփվելը լիներ, էլի, բացի կոփվելուց նաև բացասական էլ է անդառնում, բայց կրկին մի խելացի մարդ ժամանակին ասել է, եթե չես կարողանում փոխել իրավիճակը, փոխիր վերաբերմունքդ իրավիճակի հանդեպ։ Դա արել ենք, դա ստացվում է։ Դե կոփվել նաև բացասական առումով էլ եմ ասում, կոփվել, այսինքն փոխում է մեզ։ Սարգիս, ես կուզեմ նաև խոսենք ձեր սպորտային կարիերայի մասին, դուք քիքբոքսինգի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն եք, թայ բոքսինգի աշխարհի չեմպիոն եք։ Մի փոքր պատմեք էլի ձեր հաղթանակների մասին։ Ես սկսել եմ սպորտով զբաղվել դեռևս հեռավոր, գուցե մի տարի ես կողմ ենք անենք 93 թվականին։ Սկսել եմ կարատեով, որտեղ այն թվերին առանձնապես շատ բան չկար, բայց ես ինքս ինձ համար, նաև ծնողներս հետևություն արեցին կարճ ժամանակում, որ այն ակնկալիքով, որ ես գնացել էի կարատեի խմբակի, այդ արդյունավետությունը չէինք զգում, որովհետև իմ ամենայն հարգանքով կարատե մարտարվեստների այդ ճյուղավորման, բոլոր ճյուղերի հանդեպ, այսօր նաև կյանքը դինամիկ փոփոխվում է ու կարատեն որպես զուտ ուղղակի մարտի միջոց իր դիրքերը ագին թույլատրել է։ Այսինքն այսօր կան ժամանակի առաջատար մարտարվեստներ ու նաև դրանց խառնուրդները, առաջատարը դա քիքբոքսինգ, թայ բոքսինգն է, ջիուջիցուն է, ազատ ոչի իմշամարտն է, ձյուդոն է եւ այդ ամեն ինչի միքսը MMA ասվածը, mixed martial arts, խառը ընդհանուր մենամարտային ձևեր է։ Այդպես դուրս եկա ու ինձ տարան քիքբոքսինգի մարզումների, իմ առաջին մարզիչը ընկեր Վալոդյան, ընկեր Վալոդը, ողջույն, եթե նայում ես ընկեր Վալոդ ջան, քեզ միշտ հիշում ենք, շատ լավ հիմք դրեց ու այդ հիմքը ինձ օգնեց, որ ես հետագայում այդ հարվածային ունակությունների հիմքը դրա հիման վրա ես դարձա, չգիտեմ,
քիքբոքսինգի բացարձակ չեմպիոն Հայաստանի, թայ բոքսինգի, ուշուսանդայի, նաև կարատեի, ոնց որ ֆուլ կոնտակտ կարատեի մրցումների էինք մասնակցում, ու այդ իմ ամբողջ փուլում ես ոչ մի պարտություն չէի գրանցում, որովհետև բոլորից շատ էի մարզվում, բոլորից շատ էի ցանկանում հաղթել։ Եվ եկավ մի փուլ, որ արդեն պետք է ընդունվեի ինստիտուտ ու որոշակի պարապմունքներ, դասեր սովորել եւ այլն, մի փոքր սպորտը գնաց երկրորդ պլան, չնայած ինձ համար սպորտը, չնայած իմ հաջողությունների, միշտ երկրորդ հորիզոնականում է եղել, առաջինը միշտ ուսումն է եղել ու հասցրել եմ 2 բարձրագույն կրթություն ստանալ այդ ընթացքում ու այն թվերին բավականին դժվար էր, ամեն ինչ փակ էր, էլի, այսինքն շատ հեշտ չէր, ոնց որ հիմա է գնալ արտասահման մրցումների։ Մեծ դժվարություններով, չկա ֆինանսավորում, այն ժամանակվա $100 ու հիմիկվա $100, դրանք շատ տարբեր էլի թվաբանության մասին է խոսքը։ Ու ամեն դեպքում հա, մեծ դժվարություններով ինձ կարողանում էին ուղարկել մրցումների, որի համար շատ շնորհակալ եմ ծնողներիս, կարողացել են ինձ այդ փուլում մեծ ուշադրություն դարձնել։ Եվ 98 թվականին Գերմանիայում աշխարհի առաջնություն կար Լևերկուզենում, հետո 2007 թվականին Հունաստանում աշխարհի առաջնություն կար, այսինքն այդ բոլոր նշածս առաջնություններում չեմպիոն եմ դարձել, հետո մի պահ կար, որ սկսեցի ինտենսիվ մարզչական գործունեությամբ զբաղվել ու դրանից առաջ էլ բացի նրանից, որ քիքբոքսինգով էի մարզվում, ասեցի տարբեր մարտարվեստների մրցումների էինք մասնակցում, ենթադրաբար այդ մարտարվեստներն էլ էինք ուսումնասիրում։ Բացի այդ, նաև ջյուդոյով եմ մարզվել բավականին տևական ժամանակ, ջյուդո սամբո եւ ուսումնասիրել եմ նաև գրեպլինգ մարզաձևը խառամենամարտերի համար։ Ու այդ հիմքի շնորհիվ նաև ինձ շատ հեշտ տրվեց Krav Maga համակարգը, որտեղ այդ ամեն ինչի բազան Krav Maga-ում կա, որը որ մենք հիմա փոխանցում ենք մեր սաներին։ Ու գուցե մի քանի տարի առաջ նաև ինձ համար որոշում կայացրեցի, որ ես մենակ մարզադահլիճում մնալով կկարողանամ X քանակության երեխեքի դաստիարակել, բայց նաև մարզադահլիճի սահմաններից դուրս գալով ու նոր հնարավորություններ ստեղծելով, նոր մարզիչների այդ իմ փորձը փոխանցելով մարզիչների այդ մարզչական անձնակազմի թիվը ավելացնելով, մենք հնարավորություն կունենանք ավելի լայնամասշտաբ, ոնց որ մեր պետությանը օգտակար լիներ։ Հիմա հաճախ չեմ լինում մարզադահլիճում, լինելուց ավելի շատ որակավորման բարձրացման կուրսեր եմ տալիս, բայց հիմա հիմնականում զբաղվում եմ հիմնադրի, նաև նախագահի աշխատանքով, ֆեդերացիայի։ Դուք ձեր երջանկության կոմֆորտի մեջ զգում եք առհասարակ ձեր երջանկության տեսլականը որն է։ Չգիտեմ, չեմ ուզում շատ փիլիսոփայական բաներ ասեմ։ Ես սիրում եմ փիլիսոփայական։ Ֆորմատը մի քիչ սպորտն է, բայց տեսեք, երջանկությունը, լավ, եկեք սենց հումոր անեմ, հրեական ռադիո են զանգում, ասում են, հետո միշտ ասում եք լավա լինելու, այդ երբ է լինելու, ասում եմ ոնց, արդեն եղել է։ Հիմա միտքը, երբ որ մենք շատ ենք մտածում երջանկության մասին, մենք չենք նկատում, որ երջանկությունը այդ պահին ունենք կամ ունեցել ենք։ Երջանկությունը ինքը, գիտեք ինչ, ինքը փուլային ազդիս ու դու չես կարող միշտ տենց, չգիտեմ, էնդորֆիններով լեցուն լինել, բայց այն մարդը, ով չի գնահատում ինչ ունի, նա միշտ կորցնում է։ Այդ իմ ամենասիրած խոսքերից է։ Իմն էլ, ես էլ եմ միշտ ասում։ Դե, թղիթով գա։ Տեսեք, եթե մենք չենք գնահատում մեր ունեցածը, դա լինի, չգիտեմ, 1 հատ գրիչ կամ 10 հատ ֆլոմասեր, ասենց օբրազն է, մենք երբեք չենք կարող երջանիկ լինել։ Երջանկությունը սկսվում է, երբ որ դու կարողանում ես գնահատել եւ արժևորել։ Ինձ համար դա երջանկությունը։ Սարգիս, ես հիմա ուզում եմ ձեր բնավորությունը որոշակիորեն բացահայտող բլից հարցեր տալ, մի փոքր արագ ենք պատասխանել։ Եկեք։ Բռունկ ունեք թե հանգիստ։ Հիմա հանգիստ, առաջ բռնկ ունեի։ Համբերատար եք թե հակառակը։ Աստված համբերատարների հետ է, համբերատար եմ։ Էմոցիոնալ եք թե սառը։ Էմոցիոնալ եմ, բայց ցույց չեմ տալիս։ Նրբանկատ եք թե մակերեսային։ Ըստ իս նրբանկատ, բայց իմ կողքի մարդիկ ավելի լավ կասեն։ Խանդոտ եք։ Դե խանդը պետք է առողջ լինի, բայց
Ես սեփականատեր եմ, ինչի իմնա։ Այսինքն խանդոտ եք։ Միանշանակ։ Ձեր բնավորության այն գիծը, որը չեք սիրում, որը ձեզ խանգարում է։ Չէ, խանգարում է, բայց սիրում եմ։ Շատ եմ վստահում մարդկանց ու չեմ ուզում այդ հավատը կորցնել ու իմ համար շատ այսպես կյանքի կրեդո է, ովքեր որ գալիս են ինձ մոտ օգնության խնդրանքով, ես բոլորին օգնում եմ։ Թալիսման ունեք։ Չէ, Աստված, Պահապան։ Ձեր ամենակարևոր ցանկությունը։ Ամեն իմ կյանքի փուլում փոխվել է, ու քանի որ ես ուզում եմ իմ հող ու ջրում մեծացնել իմ ապագա զավակներին ու կառուցել այն երազանքների տունը, որ ես ուզում եմ իմ ընտանիքով, մեր երկրին խաղաղություն, որը որ չեն պարտադրել մեզ, եւ մեր հասարակությանը ողջամտություն, որ կարողանա գնահատի այն, ինչը ունի։ Այս պահին իմ ցանկությունը դա է։ Եվ իմ վերջին թագավորական հարցը, Սարգիս, ինչպես եք վերաբերվում առողջ սննդակարգին։ Ես բոլորին այդ հարցը տալիս եմ վերջում։ Իմ տարիների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի սննդակարգ չի աշխատում։ Աշխատում է միայն բալանսավորված սնունդը։ Եթե դու կարողանում ես ճիշտ կալորաժով քո սնունդը օգտագործել, նաև ունես օրվա մեջ ակտիվություն, կարող դա լինի սպորտի տեսքով, հոբիի տեսքով, շարժ։ Ուրեմն միանշանակ ինչ էլ ուզես կարաս ուտես, բայց պետք է հասկանալ ամեն ինչ չի, որ արժանի է մեր ներսում գտնվի։ Սարգիս, ես պիտի ձեզ խնդրում եմ, բայց չեմ ընդունում, որովհետև արդեն հեռուստադիտողը լսում է ձեզ, որ դուք ձեր գործընկերոջ հետ ինքնապաշտպանական հնարքներ ցույց տաք։ Կարծում եմ հեռուստադիտողի համար եւ դա օգտակար կլինի եւ հետաքրքիր կլինի։ Մենք սիրով հատուկ դրա համար էլ մեր ընկերմեհերին հրավիրել ենք, այսօր մի քանի հետաքրքիր բան ցույց կտանք։ Շատ շնորհակալ կլինեմ։ Սկսեցինք, սիրելի հեռուստադիտողներ, ինչպես հասկացաք մեզ հետ հետաքրքիր է լինելու։
Շարքից շնորհակալ եմ ձեր կարևոր մասնակցության համար իմ հաղորդման ինչու կարևոր, որովհետև դուք կրթում եք, մարզում եք եւ պատրաստում եք մեր տղաներին, իսկ դա կարևորագույն գործոն է մեր երկրի համար։ Շնորհակալ եմ։ Միշտ պատրաստ սիրով։ Այսօր այսքանը սիրելի հեռուստադիտողներ, կհանդիպենք ցտեսություն։